Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայգերիների Բաքվում կայացած դատական նիստին վերջին խոսքի ժամանակ Արցախի նախկին ԱԳ-նախարար Դավիթ Բաբայանը իրեն մեղավոր չճանաչեց։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցման Բաբայանը դատախազության մեղադրական եզրակացության դեմ հանդես եկավ հայտարարություններով, պնդելով, որ ինքն ու մյուս մեղադրվողները անմեղ են։ Բաբայանը նաև շնորհակալություն հայտնեց իր փաստաբաններին կատարած աշխատանքի համար։ Լեռնային Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար Լևո Մնացականյանն էլ ելույթ ունենալով ռուսերեն լեզվով հերքեց Լղում ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից վարձկանների ներգրավելու մասին պնդումները։ Դեկտեմբերի 22-ին ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում ՍԼՄ-ների ժամը 8:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ան իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Բավրա ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրից դեպի Հորոմ Գուսանագյուղ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու մինչ դեպքի վայր ժամանի հրշեջ փրկարարները կրակի տարածման դեմ պայքարել է հենց ինքը վարորդը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Չենք լինելու չոքած, խաղաղության հասնելու ենք հավասարը հավասար դիրքերից։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է մեդիայով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը եւ կից տեսանյութ տեղադրել։ Նրա խոսքով հասնելու ենք խաղաղության ու այն խաղաղությանը, որը հակառակորդի հետ հավասարը հավասարի լինենք, չմոռանալով մեր արմատները։ Ձեր արած գործի համար շատ շնորհակալ եմ։